Բարի ուշ երեկո ժողովուրդ, ուզում եմ ձեր հետ բարձրաձայն մտորումներ անել, այսպես ասած բարձրաձայն մտածում եմ եւ արտահայտվում եմ այն ինչ որ մեր շուրջը կատարվում է։ Եկեք միասին էլի հասկանանք։ Ասում եմ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի բանտից կարողանում է ազատ, երբ որ չգիտեմ Իրան թե այլ ուժերի պետք է լինում այն ժամանակ ուղերձղել թե հայությանը թե Հայաստանի իշխանություններին շատ հետաքրքիր է ինձ Ադրբեջանի ազատ քաղաքացին ազատ չի կարող արտահայտվել ազատ չի կարող քաղաքական նույնիսկ խիստ կոշտ հայտարարություն անել կձերբակալվի կփակեն բայց Ադրբեջանի բանտում ազգությամբ հայ մեծ ֆինանսների տեր Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսաուղերձ հղի այսինքն մի երկրի բանտից որտեղ ավտորիտար ռեժիմ է որտեղ դիկտատուրա է ու հետաքրքիրը որն է ասում են թե ընդդիմության թեզ եմ բարձրաձայնում կամ նախկին իշխանությունների որ այսօրվա իշխանությունը դա հարմար իշխանություն է Նիկոլ Փաշինյանը հարմար տեխնացու է ադրբեջանա-թուրքական տանդեմին եթե հարմար տեխնացու է ասում եմ ոնց է Ադրբեջանի բանտից Ռուբեն Վարդանյանը դեմ խոսում Նիկոլ Փաշինյանին համ sense հարց եմ տալիս համ մեկ ուրիշ հարց էլ առաջ գալիս բա ինչպես է ստացվում որ ադրբեջանցի հայտնի բլոգերը պրոպագանդիստ իրանց լրատվականներից մեկում էլ աշխատող բլոգերը խորհուրդ է տալիս հայությանը որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին էս էլ է քննարկման ենթակա որ խորհուրդ է տալիս ասում է հայեր ընտրեք Նիկոլ Փաշինյան ինքը լավ վարչապետ է ձեր կարծիքով հայեր այդ բլոգերի ասածը կանեն թե դրան ուղիղ հակառակը իսկ կարծում եմ նույնիսկ եթե Փաշինյանը շատերի համար արդեն նույն սիրելի Փաշինյանը ինչպես 18 թվին կա հիասթափություններ parza կարծում եմ ադրբեջանական բլոգերի հետ ասածից հետո պետք է գնան անեն հակառակը եւ ինչ է դառնում Ռուբեն Վարդանյանը ուղիղ հակառակ Փաշինյանին բան է խոսում ադրբեջանական բլոգերը մեկ քայլ առաջ ասում է ընտրեք երկու քայլ ինքը առաջ է այդքանը մտածել որ գնան դեմ ընտրեն դեմ քվեարկեն Փաշինյանին սա ադրբեջանի կողմից գործողություններ դուք ինչ եք կարծում այս խառնաշփոթի մեջ ինչ կարող ենք մենք գտնել կրկնում եմ ադրբեջանում ամեն մարդ իրավունք ունի ազատ խոսա ազատ անկախ մարդը որ չի ձերբակալվել ազատության մեջ է չի կարող ուղիղ խոսա ինչպես է ստացվում հայը ով որ գերի է ռազմագերի է կամ չգիտեմ չնայած Ռուբեն Վարդանյանը կոնկրետ ռազմագերի չի ինչպես է կարող ազատ խոսա այսպիսի հարցեր կա որ գիտեք խառնաշփոթի մեջ է գցում յուրաքանչյուր հայի չես կարող ասես հիմա իսկապես Ադրբեջանի հարմար տեխնացուն Փաշինյանն է թե չէ բայց կա ինչ որտեղ որ Փաշինյանը ունի կոնկրետ ընտրված քաղաքականություն եւ սա կարող է դուր գա թե Թուրքիային թե Ադրբեջանին թե Իրանին բացի Ռուսաստանից ինչու Հայաստանը կոնկրետ դիրքորոշում է հայտնել Արցախի հարցի փակման մասին ընդդիմությունը կամ այսպես կոչված նախկին իշխանությունները հայտ են ներկայացնում որ կան իշխանության իրանք բացելու են Արցախի թեման կամ արցախցիների վերադարձի մասին են խոսալու այնպես որ Ադրբեջանին Թուրքիային ձեռ չի տալիս գա այնպիսի իշխանություն ով որ պետքա բացի Արցախի թեման բայց միգուցե նաև պետքա միգուցե Ադրբեջանի պետքա գա իշխանություն ով որ Արցախի թեման կբացի որովհետև ինչ կլինի նոր ծուղակ Հայաստանի Հանրապետության պետականության գլխին էս էլ է ասում եմ այնքան հարցեր կա որը sense մենք չենք կարող էլի
մի դիտանկյունից նայել, պետքա տարբեր դիտանկյունից նայել։ Ինչու բլոգերը թուրքական ադրբեջանական ասում է խորհուրդ եմ տալիս ադրբեջան բանը հայերին ընտրեն Նիկոլին։ Բայց չի որ թուրքին լսող հակառակն է գնալու անի։ Եվ իրանք էլ դա գիտակցելով հոգեբանական ինչ որ process է եղել ընդ որոշել են, չէ՞ որ Քամրանչիկ, sense բան ասա, ժողովուրդը հակառակն է անելու։ Եթե ժողովուրդը հակառակն է անելու ու Նիկոլը չի ընտրվելու են նախկին իշխանությունները օրինակ, մեծ հավանականություն կա, որ կբարձեն Արցախի հարցը, Արցախի թեման, իսկ եթե միգուցե նաև հողա հիմքա դառնալու Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու։ Ուտե եթե ռուսի կողմից նույնիսկ երաշխիքներ, երաշխավորություն են կամ ինչ որ նամակագրություն կա նախկին իշխանության հետ, որ արխային դուք որ գաք իշխանության, ես ձեր կողքին եմ, Արցախի թեման կբացեք, կարող է տես բան լինի։ Ու նախկին իշխանությունները Աստված էլ չանի, որ գան իշխանության, թեման բացեն, ռուսը հետ նահանջանի։ Ասի знать не знаю вас։ Ռուսը տես բնավորությունն է, ստիպում է քեզ ասում մտի ԵԱՏՄ, հետո որ գալիս է ժամանակը, որ պետքա պատերազմ ա եղել նույն ԵԱՏՄ-ի պետության հետ, ՕԴԿԲ-ի չի գալիս օգնում։ Ինքը ստիպել է, պարտադրել է, որ դուք մտնեք ԵԱՏՄ, բայց երբ որ պարտականությունների ժամանակը գալիս է, չի անում։ Այսինքն նույնը կարող է հիմա անի, ասի օրինակ Ռոբերտ Քոչարյան, դու որ ընտրվես, ես Արցախի հարցում քեզ պատժեշկա եմ անում։ Ռոբերտ Քոչարյանն էլ ընտրվելուց հետո ասի մենք Արցախի հարցը բացում ենք։ Ադրբեջանը հիմք ընդունի, որ դառնում է, որ դու իմ տարածքային ամբողջականության վրա աչք ես դնում, այսինքն նկարտումներ ունես, հարձակվելու ցանկություն ունես, ուրեմն թող ես առաջինը հարձակվեմ։ Ես դեպքը ծանոթ պետք է ձեզ լինի ժողովուրդ ջան։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, մի քանի օր պատերազմ տևեց, չէ՞։ Հիմք ընդունելով, որ Հայաստանը չի ուզում ճանաչի իր տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Ղարաբաղի շրջափակված ժամանակներ Հայաստանը չէր ընդունում, որ Ադրբեջանի կազմ Արցախը ուզում էր հայերի օգտին այդ հարցը լուծեին։ Դե պասիվություն, ոչ թե պասիվություն, անգործություն նկատվեց Ղարաբաղի իշխանությունների կողմից, Ռուսաստանը դաշնակցային ոչ մի պարտականություն չարեց, Հայաստանը զգաց, որ մենակ է, այդ հարձակումից հետո ասես դադարեցրեք, գնում ենք խաղաղ բանակցության։ Ու գնացին Պրահայում եղավ ինչ որ եղավ։ Իսկ Պրահայում շատ հայրենակիցներ, որ քննադատում են Փաշինյանին, ես միշտ ասել եմ, Պրահայում չի եղել մի քանի տարբերակ հարցի լուծման, այլ եղել է մեկ տարբերակ։ Ասել են միմյանց տարածքային ամբողջականությունը պետքա ճանաչեք։ Հայաստանը ճանաչել է ինքը իր տարածքային ամբողջականությունը, որի մեջ չկար Արցախը։ Ադրբեջանն էլ իր տարածքային ամբողջականությունն է հավանաբար ճանաչել, չնայած նրան եւ մեղադրում են, ասում են Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Կարող է եւ Ադրբեջանը այս զորույցի մեջ դուք չհասկացաք, որ Ադրբեջանը ախորժակ ունի, որ օրինակ Հայաստանում այնպիսի քաղաքական իրադարձություններ դասավորվի, որի հետևանքով ինքը հիմք կունենա հարձակվի Հայաստանի վրա, որովհետև չի ուզում ճանաչի նույնիսկ 29743-ը։ Ինքը ուզում է օրինակ 9000-10000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը լինի 2026 թվին, իսկ 2044 թվին, 45 թվին կամ 2035 թվին մի քանի տարի կամ 10 տարի հետո ամբողջությամբ այդ Հայաստանն էլ վերանա։ Իսկ դա առանց պատերազմի է վերանալու։ Եթե Հայաստանը Ղարաբաղի նման քարտեզը աշխարհագրական դիրքով մնա շրջափակման մեջ, Հայաստանը չի կարողանալու գոյատևի, որովհետև Վրաստանը ինքը վախեցած եւ կախյալ պետություն է հաշվեք Թուրքիայից, վախեցած Ռուսաստանից, ու պատմության մեջ բազմիցս էլ եղել է, որ Վրաստանը մեկ օրում հանձնվել է թուրքերի դեմ չի կարողացել կռվի, իսկ հայը սյունեցիները, արցախցիները ուժեղ պայքար են տարել եւ նույնիսկ չեն էլ հանձնվել։ Վերջը ես չեմ ուզում խորը կամ շատ հետ գնալ պատմության մեջ, ուզում եմ մենք հասկանանք ինչ է կատարում մեր շուրջը։ Կարող է իսկապես իշխանափոխության դեպքում, եթե նախկին իշխանությունները գան նորից իշխանության, Ռուսաստանին հույսը դնելով Ռուսաստանի վրա, որ կօգնի Արցախի հարցում, Ռուսաստանը պատվազի տանի նորից։ Ու մենք Հայաստանը իսկապես որպես պետականություն կորցնենք, որովհետև նորից եմ կրկնում, շատ զարմանալու է, ինչպես կարող է Ադրբեջանի բլոգերը պետքա դեմ խոսա Փաշինյանի, որ գնան Փաշինյանին ձայն տան հայերը։ Հակառակը ինքը կողմ է խոսում, որ գնան դեմ ձայն տան։ Սա գիտեք կարա ուրիշ ձևել, դուք ուրիշ ձևել նայեք այս հարցին, բայց ես այդպես եմ նայում։ Թուրքերը հաշվարկած գիտակցելով, որ հայը թուրքից ինչքան էլ Փաշինյանին չսիրեն,
բայց Թուրքին հաստատ չեն սիրում, Թուրքի ասածով չեն գնա, այսինքն գնան հակառակը անեն։ Ասում է ընտրեք Փաշինյանին ու գնան հակառակը անեն, Փաշինյանի հակառակորդ թիմին ընտրեն։ Սա ընդհանրապես ես այտենց վերլուծեցի բարձրաձայն, մտորեցի բարձրաձայն եւ մի հատ էլ հարց, ինչու Բաքվի բանտում միայն Ռուբեն Վարդանյանն է կարողանում բարձրաձայն տեսահոլովակներ հղի, իբր թե ընտանիքի անդամներին, բայց սա քաղաքական կոնտեքստ է այդ իր խոսքերի մեջ։ Նույնիսկ կնոջ հետ խոսքի խոսալուց իբր թե կնոջ հետ է, ինքը ասում է Ժողովուրդ ջան, պինդեղեք Ժողովուրդ ջան, Աստծո հանդեպ հավատը չմարայք, բանսից, չգիտեմ, ուղերձներ է հղում, այսինքն ով է իր կնոջ հետ խոսալուց երկրորդ դեմքով խոսում կամ ինչ որ ակնարկներով որ ուրիշները լսեն։ Պարզերում է, որ ինքը ակնարկներով եւ ժողովրդի համար այդքան է խոսում, ժողովրդի մոտ որ ասում է կաթացնում է, էլի ինչ որ բան։ Այդ ինչպես դարձավ։ Այդ Արայիկ Հարությունյանը ասելիք չունի արցախցիներին, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան։ Այդ ինչպես է իրանք լռում են Ռուբեն Վարդանյանը խոսում է։ Այստեղ զարման ես չգիտեմ, ինքս չգիտեմ դրա պատասխանը։ Կարող 15-20 տարի հետո իմանա, կարող է հեսա մի 10 օրից Ռուբեն Վարդանյանին բաց թողնեն գա միանվա օրինակ մեկ քաղաքական ուժի հայտնի է ինչ քաղաքական ուժի կմիանա ինքը։ Եվ sense հարցեր, որոնց պատասխանները չկա ընկերներ ջան։ Դուք ինչ եք մտածում։ Ես ունեմ պատասխաններ, անկեղծ ասած ունեմ պատասխաններ, դրամաբանական պատասխաններ, բայց դրանք բացարձակ ճշմարտություններ չեն կարող լինեն, ով որ հաստատ sense թեմաների շուրջ հաստատ պետք է ասի, ախպեր էդի 100%, էսա 100% ոչ մի բան չկա, սա մի հատ խառը իրականություն է, այստեղ լիքը հարցեր կա, որ թվում է թե այս իշխանությունը քայլը, իսկապես քայլերը կա, որից դուրս չի գալիս, բայց օրինակ այդ քայլերը առաջի հայացքից թվում է թե հակապետական է, Հայաստանին վնաս է տալու եւ վատ տեղա տանելու, բայց քանի որ ես չգիտեմ ինչպիսի վտանգներ է կախված մեր պետությանը, մեր պետականությանը, ես չեմ կարող ասել, միգուցե ամենահարմար եւ քայլերը դա որ անում այսօրվա իշխանությունը, իսկ ընդդիմությունը դա դեռ չամուսնացած փեսացուի նման մի բան է, ինքը դեռ չի ամուսնացել, այնի լիքը քաղցր խոստումներ կտա։ Կապ չունի էլի որ նախկին իշխանություն են ու մենք տեղյակ ենք իրաց վարած քաղաքականությանը, էլի ժողովրդի իշխողության հետ ինչ որ բաներ կատարվելու է, մեկը ժողովուրդը մոռանալու է նախկին իշխանությունների արարքները, հանցագործությունները իրանց տարիների, մոռանալու են ու գնալու են ընտրեն, նույնիսկ Փաշինյանից հիասթափված գնալու են ընտրեն նախկին իշխանությունների։ Ես դες բան չեմ անի կյանքում։ Ես ոնց կարամ հիաս մի իշխանության պատճառով, որ այսօրվա իշխանությունը ծնվել է, ես գնամ այս իշխանությանը դեմ նախկին իշխանություններին ընտրեմ։ Ես կարամ այս իշխանությանն էլ դեմ ելնեմ, նախկին իշխանություններին էլ դեմ ելնեմ, գնամ նորաստեղծ ուժի ընտրեմ, որ մեղքեր եւ հանցագործություններ չունի արած պետության կամ մեր ժողովրդի գլխին։ Ճիշտ է դա, եւ ովքեր որ մինչեւ օրս հիասթափված են ներկաններից, հիասթափված են նախկիններին, լավ կլինի գնաք ընտրեք նոր ուժի, ոչ թե Նիկոլից հիասթափվել եք ընտրեք Քոչարյանին, Քոչարյանից հիասթափվել եք գնաք ընտրեք Նիկոլին։ Դից ոնց կլինի։ Իրանք իրար մեջ են կռվում։ Այս կռվից նույնիսկ դուրս է մնացել նորաստեղծ ուժերը։ Պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը ինքան խոսած Սամվել Կարապետյանի ուժից եւ այնքան իրանց եթերները խոսացին, որ այդ մարդը կյանքում քաղաքականությամբ չզբաղված հիմա մեծ ուժ է ներկայացնում։ Տեսել եք ինչ վիճակ է Տաշիրը, ինչքան մարդ հավաքվել։ Ինչպես են Սամվել վարչապետ գոռում։ Այդ դուք Սերժ Սարգսյանի նման կարող է ձեր շուրջը չեք նայում, այն հարգելի իշխանությունների։ Սերժ Սարգսյանն էլ չի պատկերացել, իմացել է թուրը ձեռնա ոնց ուզի կտրելու է։ Չի իմացել որ կուտակվել է արդեն իրանց դեմ ատելություն, իրանց դեմ հակակրանք։ Հիմա դուք էլ աշկից շրջապատված եք, դուք ձեր բուտաֆորիա եք ստեղծել եւ մտածում եք թե որ օրինակ մի 1000 հոգի մի քաղաքում, 2000 հոգի մի քաղաքում, մի 200 հոգի մի գյուղում հավաքվում են ձեր շուրջ եւ դուք բացարձակ հաղթանակը ձեր ձեռն է։ Շատ զգուշ եղեք, եթե ուզում եք ձեր իշխանությունը պահպանել, ես զգուշանալու բան չունեմ, էլի դուք կմնաք թե կգնաք։ Ահա մի քիչ զգուշանալու բան ունեմ, եթե նախկին իշխանությունները գան նորից իշխանության, որտեղ իրանք էլ նույն
քենախնդրությամբ, վրեժխնդրությամբ են լինելու գալու են ես ամենակիչ դժվողը կարող եմ կարծի չտուժեմ որովհետև ես գոնե իմ պահելաձևի մեջ միշտ եղել եմ հարգալից եւ քննադատություններս չի դուրս եկել կոռեկտության սահմանները ես վախենալու մտահոգվելու բան չունեմ ես դժվել եմ վնասվել եմ եւ ձերբակալվել եմ այսօրվա իշխանության օրոք ես պետքա եթե ըստ տրամաբանության ես պետք է այս իշխանությանը դեմ գնամ, բայց այս իշխանությանը ես դեմ չեմ գնում այդքանից հետո ես այս իշխանությանը կարամ դեմ գնամ կոնկրետ գործառույթի, կոնկրետ գաղափարախոսության, կոնկրետ քաղաքականության, կոնկրետ ինչ որ ընդունած օրենքի կոնկրետության վրա կարամ ես դեմ գնամ, բայց ասեմ ես իշխանությանը դեմ եմ կամ կողմ եմ, որովհետև ես ձերբակալել են իրանց օրոք, որովհետև ես դժվել եմ լիքը հարցերում, վնասներ եմ քաշել, հա Չէ, դա ճիշտ չի, ես իմ անձը միշտ ստորադասել եմ պետական շահից։ Այսօրվա իշխանության լավ քայլերին էլ ենք տեղյակ, վատ պահելաձևին էլ ենք տեղյակ, ընտանիքներ մտնել, Ծառուկյանի լակոտին վզից բռնելու եմ, ես չեմ ընդունում տենց բաներ։ Նույնիսկ եթե քաղաքավարի ասեր Ծառուկյանի որդու զավակի վիզը ոնց է, էլի պարանոցից բռնելու դատարան տանենք, բան Էլի չեմ ընդունում, որովհետև քո գործառույթը այդ չի, դու վարչապետ ես, քարոզարշավների ժամանակ դառնում ես եւ ոստիկան, եւ դատավոր, եւ դատախազ, եւ քննիչ։ Սա դու ձեռդ ես վերցնում, հենց ընտրվում ես, երկու անգամ արդեն ընտրվել է Փաշինյանը։ Հենց ընտրվում է, ասում է կարող է գիտեք մուրճը ժողովրդի գլխին եմ խփելու։ Հիշում եք այդ զրույցը Փաշինյանի։ Որ լրագրողը հարցնում ասում է պարոն Փաշինյան ինչ եղավ է մուրճի պատմությունը էլի որ ասել ես մուրճը մեզ տվեք նախկին իշխանություններին մունդատ եկավ է լրագրողի վրա բան ոնց կարա գիտեք մուրճով ժողովրդի գլխին եմ խփելու բան տենց բաներ չանեք ասինքն միտեղ էլ այդ լրագրողը եւ փոշմանեց որ տենց հարց է տվել պարոն Փաշինյան քեզ չեն ասել այդ մուրճով ժողովրդին գլխին խփի Քեզ այդ մուրճը ժողովուրդը տվել է, որ խփես նախկին իշխանությունների գլխին, ոչ թե այդ մուրճը վերցնես, պտտես 5 տարի sense ֆրցնես։ Նորից նախկին իշխանություններին բերես սարքես երկրորդ, երրորդ ու խորհրդարանում։ Հիմա այսա միամիտ մարդիկ կարող ագարին ասենք, որ բայց ինք չի բերում խորհրդարան ժողովուրդ չեն ընտրում։ Այդ դրամա եմ ասում Փաշինյանի կարդացած գրքերից, որ կարդաք, դուք էլ կիմանաք Փաշինյանը ինչ խորամանկություններ է տիրապետում, ինչպիսի խոսքի ճարպկության է տիրապետում, ինչպես է արտահայտվում բառեր եւ շեշտադրումը տալիս այն ուզած վանկի վրա, որ այդ վանկը նույնիսկ ճիշտ չէ հայոց լեզվում օրինակ այդ վանկի վրա շեշտը դնել ինքը իր խոսքի մեջ շեշտը դնում է այդ վանկի վրա գիտակցելով թե ինչպիսի փոթորիկ կլինի ձեր հոգու խորքում ինքը գիտի ինչ եք դուք լսում սիրում լսել բռնել է ձեր ժողովրդի զարկերակը եւ ասում է բառեր իսկ որ գալիս է ժամանակը այդ բառերը իրականություն դարձնի չի դարձնում իրականություն ասում է ես դատավոր եմ դուք չգիտեք որ դատական համակարգը անկախ է գործադիր իշխանությունից ժողովուրդն ասում են դե իսկապես ճիշտ է ասում էլի պետությունը ունի 3 գլխավոր իշխանություններ օրենսդիր գործադիր դատական ախպեր Նիկոլ Փաշինյանը գործադիր է գործում դատականի վրա ու sense լռում են ել չեն ասում մի րոպե Արդարադատության նախարարը նշանակվում է վարչապետի կողմից դատախազը նշանակվում է գլխավոր դատախազը վարչապետի կողմից քննչական կոմիտեի պետը նշանակվում է վարչապետի կողմից բոլոր իրապահ համակարգերի ներքին գործերի նախարարը վարչապետի կողմից այդքան մարդ նշանակել է որ այդ համակարգերը կարգավոր են հիմա այդ համակարգերը նախկին իշխանությունների թերմացքներն են բանեն եղբայրներն են չգիտեմ դավաճա ինչ ասում են Ռոբերտ Քոչարյանի դատական համակարգն է դատական համակարգի գլխին դրված է Նիկոլ Փաշինյանի կողմից ազնվորություն ու ինչ որ մեկը կարա այնտեղ ծպտուն հանի կարա ինչ որ մեկը ապօրինի կերպով որևէ նախկին իշխանության արարքը փակի ասի հոկտեմբերի 28-ը եղել բերեք աչ փակենք մարտի 1-ը եղել բերեք աչ փակենք չի կարա տես բանալ տես բան կարա լինի պետության վերևը նստած ազնվորության ցանկասիրությամբ իր դաբրոյով բոլոր իշխանությունների դա մենակ Նիկոլ Փաշինյանին չի վերաբերվում դուք հավատում եք որևէ պետության նույնիսկ դեմոկրատական պետության ղեկավարի գլխից կարան թռնեն եւ հանցագործները ազատության մեջ մնան այդ ազատություն տվող դատավորին դատախազին մի օրում կգնդակահարեն կգցեն բանտը ցմա սաղ կյանքը ստից PR մի արա ադե ստից հայրապետ դու ես է խոսում вообще
մի խորամանկի եւ հանգիստ նստի տեղը, այդ հանգիստ նստին էլ Նիկոլից է սովորել, գնա քեզ ասա։ Հայ ժողովրդի գիտի իր անելիքը, դուք չես կարա հայ ժողովրդի անունից խոսած, դու կարաս քո անունից խոսած, քո թիմի անունից, եթե կուզես մի քանի հոգու անունից։ Հայ ժողովուրդը գնալու է ընտրել լիքը մարդկանց, 19 հոգու ընտրելու է։ Այն ով ընտրի իշխանությանը հակառակ մարդու, քեզ թվում է հայ ժողովուրդ չի ինքը։ Այդ ինչ սխալ, արդեն հետաքրքիր է չի միջևեր կարդամ քո գրածը։ Ձեր այդ գրածների պատճառով իմ ներվերը մի քայքայեք։ Չանցնեմ սկսեմ ես էլ իսկապես ուրիշ ձեր պահելը։ Ենա հերթով տեսնում եմ, վաղը մի իսօրը որ իշխանափոխություն եղավ, այն մի քանի բլոգերը քթերից գիտես ինչ ա գալու, հեսա կտենակ ինչ ա գալու, հələ չգիտեք։ Այդ գիտեք, այսօր ազատ խոսում են, բանով կարը միկրոֆոնը վերցնում ա, կամերա միացնում ա, սկսում մատ թափտալը ժողովրդի վրա։ Սրբություններ պղծող շանթուլա բլոգերներ ունի այսօրվա իշխանությունը։ Թույլ տվեք ես իմ գործնեությունս հանգիստ վարեմ։ Լսար, հայրապետ։ Ես իսկապես էլի Արարատ ջան, տեսնում ես թեմաներ, քաղաքական թեմաների մասին եմ, տրամաբանական ինչ որ վերլուծություններ եմ անում, եկել աս ինձ ստախոս, չգիտեմ ինչ որ մեկի կողմնակից է, դուք եք ինչ որ մեկի կողմնակից, կորցրել եք արդարությունը, կորցրել եք իրատեսությունը, կորցրել եք ճշմարտությունը։ Քեզ վիրավորել է, որ դու ինձ վիրավորում ես։ Այսպես լիքը մարդիկ կան, եթե ինձ անձնապես են էլի վիրավորում։ Արա բա ժողովուրդների վիրավորել ես որնա։ Ես չհասկացա, արցախցիների մեջ իրենականցիների մեջ բոլոր ժողովուրդների մեջ կան իշխանության դեմ։ Կենտրոնացել են արցախցիները, տեսակ Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում։ Գևորգ ինչ կասես իրար, ինչ կարամ ասեմ ես։ Արցախցին էլ է Նիկոլին դեմ, Երևանցին էլ կա Նիկոլի դեմ, ամեն տեղ էլ Նիկոլի դեմ էլ կան կողմել։ Խիգիտեք ով որ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկի կամ բան Գևորգ ասելու ամոթ ձեր չեք համաչում, խիեք Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկել։ Ամեն մարդ իր ընտրության առաջ իր խղճի առաջ թող պատասխան տա։ Էդ ինչ ձև է, ինձ որտես բաներ չեն հարցում։ Գիտեն օրինակ որ որոշ արցախցիներ իրանց սխալ են պահել, իրանց այդ սխալ պահելաձևին գնահատական են տվել։ Գիտեն թե ես արցախցիների թշնամին եմ, այդ հայ արցախցիների մեջ են եղել մի քիչ դնդուկներ, տես գլխների խփած իմացել են թե ես իրանց հանդեպ տրամադրվում։ Ես ոչ մի ժողովրդի հանդեպ չեմ կարող տրամադրվեմ, որտեղ այդ նույն բնակավայրում կան լիքը տարբեր մարդիկ։ Եվ նույնիսկ քաղաքական հայացներում ես ոչ մեկին իմ հակառակ քաղաքական հայացք ունեցող մարդուն երբեք չեմ վիրավորել։ Բայց ինձ թույլ են տալիս իրանք վիրավորեն կամ խոսքի անհարգալից խոսք խոսան։ Ջուլիետա Դավթյան, ես եթերից հետո քո տեղը ցույց եմ տալու, ուղղակի ես եթերի ժամանակ չեմ ուզում քո տեղը ցույց տամ, ովքեր որ իմ առողջ քննադատությունը չեն կարող տանեն, ուրեմն հիվանդ հոգեբանություն ունեն, հիվանդ մտածելակերպ ունեն։ Եթե ձեր աչքերում միայն ու միայն Նիկոլ Փաշինյանը, ես օրինակ դրա համար վատ բան չեմ ասում, բայց եթե ձեր աչքերի Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին խոսում ենք, ինչ որ թերություններ, ինչ որ բաց թողումներ անդրադառնում ենք, մատնացույց ենք անում, ու դուք դրա համար վատ եք զգում, որոշում եք անցնեք անձնական վիրավորանքի, ես դες գրողի ծոցն եմ ուղարկելու, հեսա եթերը անջատեմ, քեզ էլ եմ բլոկելու, մեկին էլ եմ բլոկելու, մյուսին էլ եմ բլոկելու, ովքեր որ չեն կարող լսեն ազատ խոսքը, բայց դուք Նիկոլ Փաշինյանին դրել եք ուսումներիդ ասում եք, ինչ ասում եմ, խի ասում եք, բանա ժողովրդավարություն ա բարել, ժողովուրդ Գևորգ ջան, վատա որ ժողովուրդը ազատ խոսում է, իհարկե վատա, եթե ինչ որ մեկը պետք է իմ ազատ խոսքի համար ինձ վիրավորի, սա ժողովրդավարություն չի, սա լկտիություն է։ Հենց Նիկոլ Փաշինյանը ուզում է այս լկտիությունը շարունակվի, դրա համար իր սեփական իշխանության բլոգերների, որ ասում է, չէ, հələ ուրիշներին էլ ասում են, չէ, մեր բլոգերները չի։ Ես գիտեմ, ինձ է խոստովան այդ բլոգերը, որ իշխանության կողմի մարդն է ինքը։ Ին վրա էլ հատուկ աշխատանք ա եկել է տանի, իբր ինձ էլ բան անեն, համակարգ են, վերբով կանեն, բանը։ Ասում եմ, ես ոչ մի անձի պաշտպանմունքով չեմ զբաղվում։ Ну, все равно, Георг, ты же за этого власти, ну, ближе этой власти, да, ну, по-хорошему говоришь, բասից, հա, լավին ես ասելու փաշի, խի, ես որ եկան ինձ սադրեցին, տակից վատ բաներ գրեցին խոսքի իմ հանդեպ, ես կարող եմ ջղայնանամ իրանց վրա եւ իշխանությանը սկսեմ փնովելը, ես իշխանությանը չեմ փնովելու, այսքանից հետո չեմ փնովելու, ես իշխանությանը քննադատելու եմ, բարի եղեք լսեք այդ քննադատությունը, իշխանության գիտակից մարդիկ եւ գիտակից աջակիցները շատ լավ ողջունում են իմ գործունեությանը, հավանում են, հարգում են ինձ։ Եթե դուք չեք հարգում, դու գրողին չհարգի, կարա ձեզանով իմ համար տակ կլինի կամ ցուրտ։ Ոչ մի բան էլ չի փոխում իմ համար։ Ոչ ձեր հացին եմ, ոչ ձեր ջրին եմ, ոչ իմ հանդեպ հատուկ ուշադրություն եք դուք դարձնում իշխանությունը կոնկրետ։ Ոչ էլ իմ հանդեպ չգիտեմ ուրիշ բաներ։ Իշխանության նորմալ խելքը գլխին աջակից մարդիկ իմ ընկերներն են, իմ եղբայրներն ու քույրերն են։ Իմացաք, ովքեր որ իմ գործնեությունը sense ուրիշ ձև են նայում, մտածել եք այդ մի քանի գրպանային բլոգեր կա, իրանք որ շատ կներեք, բայց օճառը ձեռներից չեն գցում, սաղորը գովում են, գովում են փողեստանում գովում են։
Գևորգը փող չտկա, Գևորգին էլ փողեր տան, Գևորգն էլ գովա։ Չնայած դժվար Գևորգի պահով փող վերցնի ու գովա։ Փաշինյանը ինչ ասում է քիչ է, հանցագործի մասին է խոսքը, ծառուկի լակոտին ոտը գլուխը մել արած պիտի բերվի։ Լավ, Գայանե ջան, որ Գագիկ Ծառուկյանի երեխուն ասում է լակոտ, հետո որ իր երեխուներ ասում են աշոտիկը, բան sense վիրավորական, ընտանիքի մնացած անդամներին էլ են անդրադառնում, հələ վատ բաներով։ Դուք չեք տանջում, չեք տարապում, դժվար չի ձեր համար, դժվար է, չէ։ Դե ինչպես դուք եք Փաշինյանին հարգում, սիրում եւ ձեր համար ցավա, երբ որ Փաշինյանի ընտանիքի անդամներին կպնում են։ Ժողովուրդ ջան, հավատացեք, Գագիկ Ծառուկյանն էլ ունի այդպիսի երկրպագուններ, Ռոբերտ Քոչարյանն, Սամվել Կարապետյանն, ինչի մենք թույլ տանք, որ անցնենք սահմանները եւ մարդկանց քաղաքական գործիչների ընտանիքներին կպնենք։ Ինչի։ Դեն մեկ դուք ձեզ համար լավ է վիրավորել Ծառուկյանի որդուն, բայց որ որևէ մեկը Փաշինյանին վիրավորում է, Փաշինյանի որդուն վիրավորում է, դուք իրանց կգնդակահարեք։ Եվ ես ձեր համար այդ մասով ասում եմ լավ եք անում, ով որ Փաշինյանին հայհոյում է, վիրավորում է, իր ընտանիքին կպտում է, ճիշտ եք անում, որ պաշտպանում եք, բայց դուք չեք նկատում, որ դուք էլ նույնն եք անում մեկ ուրիշի ընտանիքի։ Ձեզ հաճելի է ուրիշին անել, բայց ձեզ չի կարելի։ Ջեվս ջան, եթե իշխանությունը ուզենա մեկին վերացնի, այդ մեկը գիշերը քնի, առավոտ չի զարթնի, если что։ Вы դար, չգիտեմ, բայց ինչի համար այդ հիշեցիր, վերացնի լրիվ սպանի նկատի ունես, դե այս իշխանության օրոք ես չեմ տեսել քաղաքական սպանություններ, ինչ ճիշտ է այդել ասենք, բայց քաղաքական անձանց ձերբակալություններ կան, որ չգիտեմ, դե մեկին ասում են պետական դավաճան, մեկին ազգային դավաճան, մեկը չգիտեմ ինչ արել, հավա գողացել, մեկը բենզինա գողացել, դենց քաղաքական անձին կան, որ բանտարկված են, քրեական վարույթներով են անցնում կամ ինչ որ դատական պրոցեսներով են անցնում, ես տեղյակ չեմ, թե ով ինչ պատճառով է ձերբակալված, բայց այսօրվա իշխանության օրոք չի եղել, կարծում եմ քաղաքական սպանություն, որ նույնիսկ օրինակ ճնշումներ էլ չի եղել։ Իմ ուղղությամբ ես քննադատում եմ, չէ, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկրպագուններ, կոնկրետ անդամներ, նախարարություններից ճանաչում եմ եւ իմ հանդեպ ունեն մեծ հարգանք, որ ես իրանց գործունեությանը քննադատում եմ, որովհետեւ իրանք եթե բոլորը հասկանան, պետք է հələ մի հատ շնորհակալ լինեմ ինձ, որ ես առողջ քննադատություն եմ հնչեցնում, որովհետեւ այնքան կեղծավոր սուտ մեղադրանքների իրանց ուղղությամբ շատ է, իրանք էլ են ուզում, որ առողջ քննադատություն լինի, որ իրանք էլ չշեղվեն ճանապարհից։ Գայանե ջան, պետք է բռնեին դատեին, ոչ թե թողեին բռներ Բելարուս, ու հիմա ինչ ասեն։ Մաթեոսյան Միքայել, էդ էլ ճիշտ եք ասում, համ թույլ են տվել դուրս գան երկրից, համ էլ ասում է ընտրությունների քարոզարշավի ընթացքում ասում է բռնելու եմ վզից բերեմ լակոտին, էսեն, հետո ընտրություններից հետո էլ ասում են պարոն Փաշինյան, sense խոստումներ ասում է ինչ խոստումներ, ասում է ես իրավունք չունեմ, մենք գործադիր ենք, էդի դատական հարցերում մենք չենք խառնում։ Դե եթե չես խառնում, քարոզարշավի ժամանակ էլ խոսա քո ծրագրերից ինչ որ անելու ես, ոչ թե այն ծրագրերի մասին խոսա, որը չես անելու եւ չկա այդպիսի ծրագիր։ Վերջը հուսով եմ, լավ, իմ տրամաբանական այդ մտքերի վրա դուք էլ կխորանաք, կենտրոնանաք եւ չկա հաստատ դրա պատասխանը, թե ադրբեջանական բանտից ինչպես է Ռուբեն Վարդանյանը ազատ քննադատում, երբ որ մի երկրում է նստած, որտեղ սկի ազատ քաղաքացու ազատ խոսքն է սահմանափակ, ինչպես կարող է բանտարկյալի ենել հələ հայ բանտարկյալի խոսքը այդպես ազատ հնչվի, ինչ մտադրություններ ունի Ադրբեջանը մեր ներքաղաքական կյանքում անի։ Այդ մեկը արդեն պետքա շատ ուշադիր լինենք, որ թույլ չտանք իրանք մեր ներքաղաքական կյանքը խառնեն։ Այդքանը ժողովուրդ ջան, լավ մնացեք, եթերի վերջում էլ անշնորհք պահած մարդկանց կամ ինձ վիրավորանք ու անհարգալից խոսք գրող մարդկանց միշտ բլոկել եմ ու բլոկել եմ։ Ձեր մեկնաբանությունները ելնելու է վերջին, այդքանը։ Հաջողություն, բարի գիշեր բոլորիդ։